Դե ինչ այգել ռադիոլսողներ, մենք շատ ուրախ ենք ողջունել մեզ մոտ ստուդիայում մի շատ ուրախ մարդ, ստենդափ արտիստ, ընդհանրապես սոցիալական ցանցերում մեծ ակտիվություն ցույց տվող եւ առասարակ յուրահատուկ հումորի տեր անձնավորություն Արեն Սաֆարյանին, ողջույն Արեն։ Շնորհակալություն որ եկար։ Մենք ստիպեցինք քեզ ուշացումից հետո մեզ հետ միասին ստուդիայում լսել մարզական նորությունների մեկնաբանությունը եւ կարծում եմ սա էլ սկիզբ դրեց յուրահատուկ մեջ այսպես արդեն կոնտակտին եւ շփմանը եթերում։ Արեն, ընդհանրապես ստենդափ հին ժանր է շատ ինքնով, բայց Հայաստանում համեմատաբար նոր է։ Եթե չեմ սխալվում 10 տարի, կարելի ասել 10 տարի, բայց ստենդափ այդ արվեստը եկել է այն ամերիկական Նյու Յորքին պրոտեստան վիճակային քարոզի վիճակից, այդտենց սկսած այ։ Հա, այսինքն քարոզիչներն են, առաջ ստենդափերներ համարվում։ Չէ, կարելի է, իհարկե, դրանք խոսքի մեջ հումորային բաներ են։ Այո։ Օրինակ այդ պրոտեստան վիճակ, այո, պատմությունները կարող անգամ հումորային վիճակ ստեղծի, բայց եկել է այ հենց այդ վիճակից։ Արեն, ներողություն, որոշ սկեչերում խոսում եք արևմտահայերեն, իսկ մյուսներում ոչ։ Ես իրանահայ եմ, բայց արևմտահայերեն կարող է, երբ որ ուզում եմ Հայաստանի ակցենտ եւ իրանահայ տենց խառնվում, այդ մեջտեղից դուրս է գալի արևմտահայերեն, բայց իրականում չէ։ Չգիտեմ, արևմտահայերեն չգիտեմ։ Համենայնպես որոշ տեսանյութերում զգացվում է ակնհայտ, որ այսպես սփյուռքահայ եք։ Դե ճիշտն ասած, սկզբից մի քիչ ինձ թվում էր, որ պախտվածնեմ այդ ակցենտը, բայց երբ շատ հետաքրքիր պատահավ, Նարեկ Դուրյան ասավ, որտեղ Նարեկ Դուրյանի մոտ եմ աշխատում Բոհեմ թատրոնում, ասավ պետք չի, այդ քաղցրությունը հենց դրա մեջ է, այսինքն բան մի արա, դու հենց իրանահայական այդ ակցենտը պայի, ու ես վերջեր նկատեցի, որ այո, հենց այդ ակցենտն է պատճառելն, որ լսվի, անուշելի, տարբերելի։ Խնդրեմ, Սուսաննա։ Շատ դրվագներ կարծես թե ներկայացնում եք հենց կյանքից։ Այո։ Հատուկ եք այդպես, իրավիճակներն են ձեզ գտնում, թե դուք եք գտնում իրավիճակները, որոնք են, ինչպես եք ֆիլտրում, ինչը կարելի է, ինչը ոչ։ Հարցազրույցներից մեկում ասացիք, որ տնեցիք նեղանում են, երբ ամեն ինչ անում եք բեմ։ Այ մի փոքր այդ խոհանոցի մասին։ Տեսեք, ավելի շատ սիրում եմ այն տեսակ հումորը, որ ամեն մարդու կյանքում կա, բայց ինքը վախենում է բարձրած ձայնի, պատմի կամ իմ կարծիքով ամենահաճելի հումորն է, որ ինքդ քո, ասում են, վրածը ծաղաս քո մասին, ինքդ քեզ զգաս, տեսնես։ Ինքնակնդադատ։ Այո, դե ես էլ սիրում եմ բնականաբար այդ թեմաների ինքնահեգնանք։ Այո, ինքնահեգնանք։ Ու միշտ գայս է իմ մասին, կնոջս մասին, ընտանիք, այո, սկզբում ծնողներս, մամաս, պապաս նեղվում էին, չեմ մոռանում էլ ասել եմ իհարկե առաջի անգամ իմ ներկայացումից եկան, գնացին տուն հարցրամ, ասով հետաքրքիր չէր, պետք չէր ընտանեկան գաղտնիքները բեմից, բայց հիմա որ արդեն հայտնիացել եմ փող եմ աշխատում, ասում են ոչ, իջացա, գոնե փող ստացի։ Արեն, Իրանում նման կատակներ չի կարելի։ Ինչ տեսակի, օրինակ չգիտեմ, սովորական ձեր մոտական ներկայացումը, որ պիտի ներկայացնեք։ Քաղաքական թեմաների մասին խոսամ, որտեղ հա կարելի ամեն ինչ ասել քո մասին, ընտանիք, բայց քաղաքական չէ։ Օրինակ բաներ կա, որ ստե ես իմ կրոն քաղաքականություն, այդպիսի բաները չի կարելի։ Սենց ասեմ, գգան գլխիդ։ Հասկացա։ Այստեղ ինչ չի կարելի ասես։ Կա արգելքներ։ Չկա, իհարկե ասեմ, ինչ որ չափով վատ չի որ էլի, որտեվ պատած իմ համար էլ պատայլանենց սխալ տեղ ավելնորդ եմ գնացել, որ պետք չի, հետի արդեն գրեհի կա այլում, հումոր չկա, տենց անձնական թեմայի մասին խոսալ այլում հետի, բայց այո, ստել դեպքեր էլ լավ զանգել են, ասել են չափը, լեզուտ, մի քիչ կարճ զգուշելի։ Այսինքն նախազգուշացնող մուկարից կա։ Շատ, բայց բարի։ Շատ հանգիստ բարի է։ Դեմից, սկզբից երևի, այսպես բարի, հետո երևի որ տեսնում են չի հասկանում։ Երեք փուլ ունի, միայն ասում են, հետո գալիս է։ Հասկանալի է։ Դե, գիտես, կա այդպիսի կարծիք, որ ես ի սկզբանե համաձայն չեմ, մի անգամից ասեմ, որ դերասանները, որոնք որ տրուպայով խմբի մեջ չեն կարողանում աշխատել, մենակ են սկսում աշխատել եւ դառնում են ստենդափերներ կամ մոնո ներկայացման արտիստներ, մենակ կարծում եմ իհարկե փորձես խմբի հետ աշխատել։ Հա, ես հիմա Բոհեմ թատրոնում եմ աշխատում, ծուռ նստեմ շիդակա խոսամ, ստենդափի փողը շատ լավն է։ Հասկացա։
Փողը լավ է, սցենարիստը օրինակ ես իմ սցենարը գրում եմ, եթե օտար գրի պիտի 1 միլիոն դրամ տանք սցենարիստին, կամ դերասաններին, փորձի օրա, բայց տենց փողը լավ է։ Իսկ ճանապարհն ավելի կարճ է։ Բայց ես օրինակ այո, երբեք չեմ ուզենա, որ եթե ինձ իմ ասեն ստենդափ թե ներկայացումներ, կասեմ ներկայացումներ։ Որովհետև այնտեղ ավելի քեզ լիարժեք քեզ զգում, ասենք ավելի։ Խմբային աշխատանք իմ համար ավելի հաճելի է։ Շնորհակալություն այս անկեղծության համար։ Արեն, փող հասկացանք, բայց ստենդափը ինքնինով բավականին բարդ ժանր է։ Այսինքն թվում է, թե դե հիմա տղա դուրս է եկել, ինչ-որ բան է կարդում կամ հիշելով ասում, եւ ճիշտ ասած ես նման փորձ ունեցել եմ փոքր միջավայրում ընկերների եւ հասկացա, որ մի պահ է գալի, երբ որ դու կենտրոնանում ես մի մարդու վրա, ով որ առավել ակտիվ արձագանքում է քո հումորներին։ Մնացածը մի տեսակ մշուշի մեջ են դառնում, բայց այդ մի մարդ է ընկերների մեջ, ով առավել հետ է, այսպես ասած, մի ալիքի վրա է։ Արդյոք բեմից ելույթ ունենալու ժամանակ, հանդիսատեսի լեփլեցուն դահլիճում դու էլ ես այդպես աշխատում, այսինքն կենտրոնանում ես մարդու կամ խմբի վրա կամ հատվածի, որտեղ որ առավել հաճախ է ծիծաղում կամ այս արձագանքում։ Ինչպես ես հասկանում, որ կոպիտ ասած լավ ես անում քո գործը այդ պահին, հա։ Դե վստահ եմ բեմում ելել եք այդ լույսերի պատճառով, առաջի երկրորդ թե երրորդ շարքն է տեսնում, չի երևում, բայց հա ծիծաղի ձայներ կարող է լսվի։ Սենց ասեմ, բախտդ պիտի բերի, որ լավ հանդիսատես ունենաս, որտեղ հենց մտնում ես առաջի 1 րոպեն, 2 րոպեն անցնում է, դու զգում ես, որ այդ օրը տա ճիշտ հանդիսատեսա, թե հակառակն է։ Այո, դեպքեր էլ իմ համար, մի հատ շատ հետաքրքիր բան պատմեմ, ուրեմն մի անգամ բեմ եմ բարձրանում Բոհեմ թատրոնում, առաջի 2 շարքը 60-70 այդ տարիքի տատիններ են։ Ու ես մտածում եմ, ինչ պիտի ասեմ, ու այն կարեկտերներից, որ դասատու, բժիշկ, տենց ու ասում եմ, ես ինչ պիտի անեմ, ինչ ասեմ, ու չեք պատկերացնի, որ տատիներից մերկու օքին ծիծաղի պատճառով վատացավ, ու նենց հաճելի են, նենց, հա, տենց դեպքերն է, որ հակառակ, այսինքն ելում ես բեմ նայում ես, մի անգամ ասում ես, վայ, ես ինչ վատ է, բայց լրիվ հակառակն է ստացվում։ Հետաքրքիր է ինչու է այդպիսի կազմ եղել, այսինքն ինչ-որ սոցիալական ծրագրի շրջանակներում իմ ստենդափներին շատ տարիքավոր անձինք էլ գալիս են, լավ է իհարկե, հա, ապի տատիններ գալիս են, բայց սցենարի մասին, հա, դե ասացիք, որ Սուսաննան արծը տվեց, մենք մասամբ լսեցիք պատասխանը, այսինքն դու ես փնտրում այդ սյուժեները, չգիտեմ, ինչ որ դրվագ է, որ քեզ հումորային է թվում, կենցաղային։ Հետո այդ միտքը տանում ես տուն, թղթին ես հանձնում, այդպես է լինում, թե այն օրվանից որ որոշել եմ ստենդափ անեմ, ուղեղս 2 մասի եմ բաժանել, մի կողմ նորմալ կյանք, մի կողմ էլ ինչ որ բժիշկ եմ եթում, ռադիո եմ գալի, այդ ման եմ գալի ինչ որ թեմա ճարեմ ու ունեմ գրքույկ ունեմ գրում եմ հետո արդեն այդ գրքույկը 200 էջանոց գրքույկ է որ վերջանում է արդեն բաժանում եմ օրինակ որ մեկներ կապ ունի քաղաքական որ մեկներ ընտանիքի սպորտային ու տենց հերթով տենց ֆիլտր անելով գնում եմ առաջ Թե անընդհատ եղել է որ նորից հնին վերադառնաք, թե անընդհատ նորի վրա եք աշխատում։ Չէ, պատահում է որ հնին էլ վերադառնամ, որտեղ պատահում է ինչ որ թեմայի մասին հումոր եմ արել, ու զգացել եմ որ սխալ էր, այսինքն նոր ինչ որ բան եմ տեսնում կամ պատահում կամ լսում, վերադառնում եմ, պոլիշ եմ անում, սարքում եմ, նորից մատուցում եմ։ Նույն հումորի մեջ շատ ժանրեր կան։ Գիտեք ինչ էի ուզում հարցնել, կենցաղից կամ ընտանիքից, շրջապատից հումոր ներկայացնելը հասկանալի է, որ ընդունելի է եւ դյուրամարս է հասարակության համար, բայց կա նաեւ ինտելեկտուալ հումոր, որի համար պետք է թե ձեր, թե հանդիսատեսի որոշակի պաշար գիտելիքի կլինի դա արվեստի ոլորտից, կլինի նույն քաղաքականության կամ այսինքն երբ որ հումոր ես անում, ասոցիատիվ պետք է նաև հանդիսատեսը ինչ-որ որոշակի գիտելիք ունենա, որպեսզի հասկանա ինչի մասին է։ Այդ որքանով նման հումոր այսօր պահանջված է, որքանով արձագանք է ստանում եւ հանդիսատեսը պատրաստ է ընկալելու նման հումորը։ Թե ավելի շատ այդ պարզ, պարզունակ, հասարակ, հասանելի։
Դե կարծում եմ այն հումորը, որ հասանելի է, ավելի բան ունի, այսինքն լսվում է, Եվ կրթական գործառույթ չպիտի ունենա հումորը, միայն զվարճանքի։ Օրինակ եմ ասում, ես այն հումորն եմ սիրում, այս նոր ստենդափում գրում եմ, որ աշխարհում ամենաուրախ երկրները, որ մեր երկրներն են, ինչ պատճառով է, քանի տոկոսով Ֆինլանդիան, ու այտենց հումորով բերում եմ, հասցնում եմ Հայաստանը քանի երրորդն է, ու վիճակագրությունով հա, դու մի հատ ինչ-որ բան, լուրջ բան փոխանցում ես, գիտելիք, ու վերջում մի հատ հումոր ես անում։ Իմ համար շատ հաճելի է, ու մանավանդ ասեմ, էդի սովորել եմ Վահե Բերբերյանից, ստենդափեր։ Այո։ Ու շատ հաճելի է, բայց ինչ վստահ չեմ, դες բարձրաձայն չեմ ասի, բայց կարծում եմ այն հումոր, որ ավելի հասանելի է, ժողովրդի համար Հայաստանում ավելի հաճելի է, կարծում եմ, տենց վստահ չասեմ։ Ջորջ Քարլինին գիտես հավանաբար։ Այո, այո։ Իմ ամենասիրած արտիստներից է, իր ինտելեկտուալ հումորը ամենայն դեպս ինձ համար եղածի մեջ ամենալավերից մեկն է, որպես օրինակ։ Ես կուզենամ Արեն հիշես ինչպես ստեղծվեց գաղափարը այս քո ընթացիկ ներկայացման, որը որքան հասկանում խաղացանկում է մշտական մի սուտ էլ ես ասեմ, հա, մարտի 22-ին էր վերջինը, եթե չեմ սխալվում։ Վերջինը դե հիմա արդեն վաղն է լինելու է հաջորդը։ Իսկ ներկայացում ծրագիրը վերանայում ես, թե նույնն է։ Օրինակ մարտին դիտած ներկայացումը եւ այս մեկը նույնն է լինելու։ Ամեն ներկայացումը կարող եմ ասեմ 30-40% փոխվում է, այո, հասկացա։ Օրինակ ես հենց իմ այն առաջի սցենարը մի սուտ էլ ես ասեմ նայում եմ, մինչև այն ինչ որ հիմա ներկայացնում եմ, արդեն 50-60% են չի։ Դե բնականաբար ինչ որ բաներ գրում ես, տեսնում ես չի ընդունվում, քանի որ առաջին ներկայացումն էր Հայաստանում, դե հումորներ կա, որ դու պետքա որ ապրես Հայաստանում։ Հա, այո, մենտալիտետը է, իսկ հասկանաս։ Օրինակ հումորներ ունեմ ես մեր կրոնի մասին, որ այսինքն չեմ ծաղրում կամ հումորի տենց բան չեմ անում, մեր սրբությունների մասին էլ չեմ խոսում, բայց զգացին, որ դու ընդհանրապես Հայաստանում ստենդափի ժամանակ կրոն, քրիստոնեություն, Աստվածի անուն որ տալիս ես, արդեն մի բան է, այն չի։ Հիմա դու կարող ես խոսած սուտ հավատացյալների մասին, բայց արդեն կրոնի թեմա որ գալիս է, մի բան է ինչի, մի քիչ պայքարեցի այդ սկիզբները, բայց տեսամ չարժի, իմ ընդհանրապես անել եմ այդ բաժին։ Ես մի հումոր աչքովս ընկավ, ճիշտ ասած կնոնի վերաբերյալ մտածում եմ նույնիսկ հրապարակեմ, այսինքն զետեղ եմ իմ Facebook-յան էջում, հետո երկար մտածելուց հետո ասեցի դե լավ, հիմա ես դրան եմ հասել, այո, դրան եմ հասել։ Տարբեր ձև կասկանը, բայց հիմա եթերում կասեմ, մեծ պահքի մասին է, պատկերացրեք Ռուսաստանի հեռահար Սիբիրյան ինչ-որ փոքր քաղաքներից գյուղերից մեկում հոգևորականի մոտ, բաճուշկայի մոտ գալիս է մի մարդ, ասում է, բաճուշկա, великий пост, водку пить можно, ասում է, можно, ասում է, вкушай, но без радости, ասում է, խմի, բայց առանց ուրախանալու։ Ռուսերեն չգիտեմ ես։ Ես թարգմանեցի, ասում է, մեծ պահքի ժամանակ կարելի է օղի խմել, տեր հայր, ասում է, խմի, բայց առանց ուրախանալու։ Արեն, ուզում եմ անդրադառնալ վերնագրի ձեր ներկայացման, մի սուտ էլ ես ասեմ, միգուցե հիմա ստացվում է, որ մենք ընդհանուր խոսում ենք հումորի ժանրից, բայց ես մի փոքր դեպի լուրջ եմ տանում, բոլորն է սուտ են ասում։ Հիմա ավելի շատ ազնվության պակաս կա։ Ինչու եք ուզում մի սուտ էլ ավելացնել։ Դե ստենդափում ասում եմ, քանի որ ինչ-որ երբ Հայաստանում կամ աշխարհում ընդհանրապես ինչ-որ ժողովուրդ հավաքված են ելում, ժողովրդի դիմաց կանգնած է ինչ-որ մի օքի խոսում, այդ կարող է լի հանրավակ, կարող է լի նախընտրական կարոզարշավ, այս մարդը սուտ է խոսում։ Ու քանի որ այսօր այստեղ հավաքված եք դուք, ես էլ խոսում, ինչ սա պակաս։ Ինչ սուտ էլ ես ասեմ։ Բայց իրականում սուտ չեմ ասում, պատմեմ այդ ինչ սուտեր է պատահում ինքներս, մեր կյանքում ենք դերասաններս ինչ սուտեր ենք խոսում, ինչ մեծ ենք խոսում։ Մեկ երկուսը կասեք։ Օրինակ եմ ասում, սուտ, էսի իրավիճակ է, սուտ չի, իրավիճակ է, ես նկատել եմ ներկայացումներ, որ եթում եմ, հրավիրված են դերասաններ, եթե նկատեք միշտ իրանք ուշ են մտնում դահլիճ։ Հանդիսատեսը նստած է վերջի րոպեին, ցած կոկիկ սիրուն հակած, ես 100% կասեմ, որ ուշ են, որտեղ ես էլ եմ անում, ուշ են ներս մտնում, որ նստած են եւ մեզ տեսնեն։ Ես ինքս այդ գործը անում եմ։
հասկացա։ Դե թողած կարգ է, բայց ուժ գալը չէ արտիստին, տեսակ շեֆ պայվեց։ Ասեմ, օրինակ ժամանակ ասենք ներկայացումը 8-ին է, 8:30 է, իրանք 7-ին տեղում են։ Այս կոմենք ու միած սուրճ, բայց ստուգում են, գնացեք մի հատ նայեք դահլիճ, տեսեք նստել են, թե չէ, արդեն նստած են, հետո ներս են գտնում, որ Մենք հոգեբանների հետ վերջերս քննարկում էինք այն թեման, որ ընդհանրապես հումորը դա մարդկանց շփման ունիվերսալ լեզու է։ Այո։ Այսինքն հարյուրավոր հարցեր այս կյանքում ագրեսիա, ինչ որ նեգատիվ երևույթներ, բաներ կարելի է վնասազերծել, մեղմել միանգամից հումորով։ Ճիշտ հումորով, այո, դարապես մեծ երջանկություն է հումորով ղեկավար ունենալը, ասում են այդպես, եթե հումորային, այսինքն էլեմենտներ կան հարաբերություն սուբորդինացիան պահելով իհարկե, դրանք զգալիորեն թեթևացնում են եւ աշխատունակությունն են բարձրացնում եւ այլն։ Այս կուզենայի հասկանալ Արեն, ունեք քո կյանքում այդ հումորով օժտված լինելը եւ հումորային մտածելակերպը որքանով է բարի ծառայություններ մատուցել տարբեր իրավիճակներում եւ արդյոք դու ընդունում ես որ հումորը իսկապես նույնիսկ տարբեր ազգերի լեզուն չիմացող մարդկանց համար, հա, եթե ճիշտ ժամանակին ժպտում ես եւ ասենք մարդը անկեղծություն է կարդում քո դեմքից, դա հարաբերվելու կամ կոմունիկացիա ստեղծելու, հա, նոր կապեր ստեղծելու իդեալական լուծում է։ Ես կուզենամ մի քիչ այս տեսանկյունից մոտենանք հումորին, հա, այս կարող եմ երկու մասի բաժանեմ, դա առաջինը օրինակ ասեմ, այս հումորի վիճակը ընտանիքում ավելի են փոքր կրուկում, թե լավ կետ ունի, թե վատ, օրինակ ես հիմա կինս ասելու այն չես խոսում, բայց բալանսը ես եմ պահում մեր ընտանիքում, այսինքն որ շատ ջանա մի հատ հումոր եմ անում կամ այդ վիճակը, բայց դեպքեր էլ կան, որ կինս, մամաս, պապաս ասում են, հոստե բեմ չի, լուրջ խոսում ենք, ես ինչ ես խոսում։ Այդ իրա վատ կետն է։ Դրսում էլ, հա, դրսում այդ հումորը, այսինքն մարդ, որ հումորով զբաղվում, կարծում եմ ավելի շուտ է ընկերանում, թեմա ստեղծում, ավելի բարձ է, չէ՞։ Կարծում եմ դա, որտեվ անընդհատ դու մտածում ես, հիմա այս խոսքը ինչ հետաքրքիր է, էսի գրելու եմ, ու միտքդ իհարկե մենակ ստենդափ շատ աշխատանքներ կա, այդպես է, միտքդ արագ է աշխատում, ու կարող ես ավելի շատ կապ հաստատես, զրույցներ, թեմաներ ստեղծես։ Բայց չի լինում, որ ձեզ դրանից անլուրջ ընդունեն։ Շատ, այո։ Օրինակ էլ շատ դուրս բաներ եմ ասում, օրինակ դիմել եմ, օրինակ եմ ասում, բանկ, ասում եմ մի հատ ես թուղթ, ասում եմ, ասում չես, մի հատ ես, ճանաչել եմ մտածում։ Կամ նույն ընտանիքում, հա։ Հա, բայց համաձայն ես, չէ՞, շատ արտիստների համար այդ գլխացավանք է դառնում այդ ամպլուան, հա, կոմեդիանտի, բան այն առումով, որ օրինակ, չգիտեմ, Ջիմ Քերին մենք ճանաչում ենք իրեն որպես հոյակապ, հա, չէ, կատակեր։ Բայց դրանց կյանքն էլ կյանք չի։ Հա, բայց տես ինքը միշտ այդ մտածմունքը հարցազրույցներից մեկում ասաց ամբողջ կյանք ինձ ընդունեցին որպես այդպես հումորային կերպարներ, հա, էկրանին կերտող դերասան, բայց ես դրամատիկական դերասանել եմ եւ ցույց տվեց Տրումանի շոու ֆիլմում, որ նա նաեւ այսպիսի դերակատարում կարող ունենալ։ Եվ մեկի մոտ ստացվում է մյուսը այդպես էլ մնում է, դուրս չի գալիս։ Պատկերացնում մենք Հայաստանում էլ օրինակներ ունենք, տարիներ շարունակ մեզ զվարճացրեց էկրանից եւ ի վերջո եկավ նրան, որ նա ավելի շատ այդ խորաթափանց, ես կասեի, չէ, այսպես ավելի խորը դրամատիկ դերերի դերասան է իրեն ընկալում։ Այո։ Ես չեմ ուզում իմ անուններից խոսել, բայց երևի շատ է հասկացա։ Բայց հենց այստեղ երկակիություն է սկսում։ Չեն կարողանում լուրջ ընդունել, նույնիսկ եթե նա ջանում է, փորձում է դերասանը ամեն ինչ անել, որպեսզի ներկայացնի այդ դերը դրամատիկ դրվագում, միևնույնն է նրան նախկինում արված հումորային դերներից ֆիքսվում է եւ ասոցիացվում է ամուր կերպով։ Նման մտավախություն չունես, որ արեն տարիքի հետ միևնույնն է դու պիտի այսպես այս ճանապարհով գնաս, թե դու դրան էլ գնում ես, այսինքն որպես դերասան։ Չնայած Բոհեմ թատրոնը հայտնի է բեմադրությունը, որտեղ հումորը միշտ կա։ Այո։ Այսինքն հիմնակարից է։ Եվ այնուամենայնիվ կարծում եմ ժամանակի ընթացքում լինում են նաև վերանայումներ, տարիքային եւ այլն։ Մի քիչ կպատմես քո հուզական մասին։ Ճիշտ ասած, մի հատ վատ բնավորություն ունեմ, որ վաղը չեմ մտածում, դա շատ վատ է, շատ։ Մտածում եմ
1 ժամ հետո, 5 րոպե հետո, 10 րոպե հետո։ Ու եթե լիքը վատ բաները, թե ֆինանսական վատ դեպքերը պատայի համար, թե առողջական, թե ամեն ինչ։ Բայց այո, շատ կսիրեմ մի անգամ էլ, ասենք, մի լուրջ կերպար կամ դրամատիկ ինչ-որ մասնակցեմ, որտեղ կարծում եմ, դե միշտ ասում են, չէ՞, դրանք որ կոմեդիով են զբաղվում, ավելի են կարող դրամատիկ դերերում ստեղծագործություն անեն։ Էլ ներկայացումներ, օրինակ Պարսկաստանում, այո, նույն դեպք, որտեղ մենք այն ժամանակ Պարսկաստանում ունենք իրանահայ հումորի տուն, կոմեդի սկեչներին քանում, դրանից հետո եկավ 2 հատ լուրջ ներկայացումներ, ուր պիտի թաղվենք եւ Շխոնց Միհրան, որ շատ վատ ֆիդբեք ստացամ իմ հանդեպ, որտեվ ասենք լուրջ ներկայացում է ու ժողովուրդ եկել ինձ տեսնին, որ ես sense կատակ ես, ծիծաղացնեմ։ Մի քիչ մի բան այն չէր, հա, բայց սիրում եմ, որ այդպես չելի։ Դա ի վերջո բերեց այն մտքին, որ չէ, դրամատիկը պետք է սպասի հասնել։ Այո, կարծում եմ, պետք չի վրազել։ Պիտի ժամանակը գա, այսինքն շատ բաներ կան անգամ հենց հումորի մեջ, որ չպիտի ստիպես հիմա անեմ, ինչ-որ բաներ ժամանակ ա ուզում։ Ժամանակ անցնի, օրը գա, ժամը գա, բռնցնես, սենց ասեմ։ Հումորային դարձյալ ժանրերին եմ ուզում անդրադառնալ, առաջին ընկալումը կարծես զվարճանքն է։ Ամեն ինչից կտրվել, հոգսերից, մտածմունքից, քաղաքականությունից, բայց նաև շատ անգամ նույն քաղաքականությունը կամ քաղաքական գործիչները, նրանց կերպարները նույնպես դառնում են գործող անձինք հումորի մեջ։ Հիմա ամենալավ ստենդափ իրենք են, հա, առանց սցենարի, առանց որևէ նախապատրաստության։ Ընտիր իրենց գործը։ Իմպրովիզացիա։ Բում, այո։ Իսկ բացի այդ ժամանցային գործառույթից, ինչ եք կարծում, եթե օրինակ անդրադառնում եք քաղաքական գործչի կերպարին, հնարավոր է դա նաև ընդհանրապես օրինակ ռուսական հումորը ունեցել է նաև դաստիարակչական գործառույթ, ինչ որ բան շտկելու, թերությունները վերանայելու մարդկային արատները նաև նման ցանկություն ունեք ձեր հումորի մեջ, թե միայն ժամանց, միայն այսօր հաճելի երեկո անցկացնել։ Ես սուր սոցիալական խնդիրներ բարձրացնել։ Ես ավելի շատ ինձ հետաքրքրում է այդ տեսակը, որ անգամ եթե ուզում ա վիդեո էլի, ուզում ա ներկայացում էլի, վերջում լսելուց հետո սկսես մտածել, հա, օրինակ եմ ասում, ես այս վերջերն եմ սկսել edge-ը պահելու, եթե իրար հետևից լրիվ այդ թեմային կպնես, հոգնածնելու ես։ Մի հատ սենց հաճոյական, թեթև, մի հատ սենց քաղաքական ու պետք է ունենա հերթական շոր, որտեվ էլ շատ կոմենտ են գրում ինձ, որ հերիքա դաստաս ժողովրդին դու ով ես, քանի տարեկան ես, Իրանից եկել ես մեզ ես դաստալի, նման բաներ շատ են ասում։ Օրինակ, ես մի հատ սցենարի մասին եմ մտածում, կներեք իհարկե այդ բառը ուզում եմ օգտագործեմ, որ փողոցում այդքան թքում են։ Էդի ափսոսում եմ վիդեո անեմ, էդի անպայման պիտի ներկայացումներին էլի, ու շատ այդ սիգնալ տալ այդ օրինակ էլ կրոնի մասին ասեմ եմ, որ ավտոյից կախում են, մեքենայից կախում են, Աստված օրհն է մեքենան, բայց խմած նստում են երկու արիտակ քշում են, հույսներ դնում են Աստծուն, հեռախոսով հայհոյում են, անիծում են, եկեղեցի են տեսնում, խաչակ ընկվում են նույն ժամանակ։ Ահա, այդ կա։ Այդ իմ համար ավելի հաճելի է այդ վիճակը, բայց արդյոք իշքան կընդունվի, չգիտեմ, բայց ես իմ գործը կանեմ, իմ խոսքը կասեմ։ Զրույցի վերջում, Արեն, ես կխնդրեի, ես վստահ եմ, որ դու շատ մտքեր չասեմ, այսինքն, բայց սիրում ես հումորային սիթքոմներ, սերիալներ, օրինակ Big Bang Theory, հավանաբար սիրում ես ինտելեկտուալ հումորը, եւ միայն դա չէ, ընկերները, հարյուրավոր, հա, ես կուզենայի մի քանիս ասել, որոնք որ առավել մեծ ազդեցություն են ունեցել քո վրա, այսինքն քո ձևավորման վրա։ Եթե այդպիսիները կան եւ ինչ ես հիմա նայում, հումորային ինչ խորհուրդ կտաս։ Հիմա հումորային ավելի շատ նայում եմ պարսկական սիթկոմներ, հումորային պարսկական սիթկոմներ։ Շատ ուժեղացել է Պարսկաստանը հումորային սիթկոմների մեջ։ Մի հատ այս վերջեր արդեն 3 վերջիններ մայրաքաղաքակոչվում։ Մենք շատ քիչ բան գիտենք մեր հարևան երկրի մշակութային կյանքի մասին։ Շատերիս մոտ կարծրած ստերեոտիպներ կան։ Պարսկական կինոն այս վերջերը մի քիչ Ասղար Ֆարհադի պատճառով, որ
պետք է ճանաչվել է, բայց պարսկական սիտկոմներ խնդրում եմ նայեք, նկարելուց միջև սցենարը ստա շատ հաճելի է։ Եկեք սիտկոմի անուն չտամ։ Չէ, սիտկոմը պայմանական ասացի, հա, կինոներ կա, որ կարժի նայել, որ ես միջ օրս հələ նայում եմ, Match Point-ն է, հա, Match Point-ը, հա, The Game-ն է, հա, դրանք բայց հումորային ժանր չէ, հումորային չէ, այնքան եմ սիրում, Match հա, Point-ը ոչ է։ հումորային, Չէ, դոնում շնորհակալություն, իսկապես հոյակապ ֆիլմեր հիշեցրեցի, ես օրինակ մեծ հաճույքով The Game-ը խաղը կնայեմ նորից։ Սենց ասեմ, ես Մայքլ Դուգլասը, Շոն Պենը մի հոյակապ տանդեմով են այստեղ խաղում, հա, ես ընդհանրապես կինո ներկայացումը ստենդափ սիրում եմ, որ վերջում սենց շուտ չվերկանաս դուրս գաս նստես մի 5 րոպե մտածես ինչ է լավ։ Էս ինչ հասավ։ Անսպասելի վերջավորություններով ֆիլմեր կան։ Ձեր ներկայացումներից հետո այդպես մնում են, մտածում են մի 5 րոպե, ինչ ասեց։ Դե քանի որ այս վաղ արդեն վերջին նայելելու, ես ներկայացումս սկսում եմ մեր դերասանների սուտ ասելու մասին ու վերջում վերջացնում եմ, որ եկեք միասին կազմակերպենք, ես ասում եմ սուտ խոսամ։ Համագործակցեք, դու ընդեղից ասա, վայ ես ինչ լավ բան ես ասում, մի հատ այդ ծուխը, այդ լույսը, սուտ երաժշտություն, մի հատ դուդուկ միացրեք, մեր կողքի տեղ խնդրում եմ հուզվեք թեթև նկարում ենք ամոթա։ Ու տենց են վերջացնում, ու այդ հաջորդի համար վերջում է բանը, որ մենք մտանք խաղի մեջ, մի հատ սուտ խաղի մեջ, մեզ նկարան, մեր վիդեոն կա, բայց իրականում այդ չէր։ Որտեղ վերջում վիդեոն ցույց ենք տալի, ասենք, այս ստացված։ Իսկ հանդիսատեսը պատահական մարդիկ են, թե ունեն մեկ դրածոներ, այսինքն ձեր մարդիկ։ Ձեր մարդիկ ասելով Դե ում որ ասում եք հուզվեք կամ ինչ որ մեկին Չէ, սովորական Դա հանդիսատես։ կոչվում է կլակա։ Մենք խոսել ենք դրա մասին, այսինքն նախապես վճարված արտիստներ են։ Հասարակական կարծիք են խոսքով ստեղծում, բայց հիմա երևի չեն օգտագործում նման բաներ։ Ամեն տոմսը գումար է։ 4 հոգի 4 հատ 6000 7000 տեսեք ինչ գումար է։ Արեն, վաղ թե ուշ քեզ առաջարկելու են նաև ամեն տարի շատ նման սյուժեով դուրս եկող հայկական հումորային ֆիլմերում նկարահանվել։ Ինչ որ մի դեր կտան։ Դե չեն առաջարկել միջև հիմա։ Պիտի որ արդեն առաջարկեն։ Գիտես, արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի էկրանից պիտի դուրս գա այդպիսի ֆիլմ։ Իմանեց խումբ է, որ օրինակ ասում են Արեն սրա հետ անկերություն անում, էսի նկարում այն կինոն, էսի նրա հետ է, էսի սրա հետ չունի, պետք չի ու լիքը դեպքեր էլ է։ Եվ արդյոք կուզենաս մեծ էկրաններին լինել, կինոյում ընդհանրապես գրավիչ է քո համար կինեմատոգրաֆ այդպիսին։ Հա, կուզենաս։ Շատ կսիրեմ։ Ես իմ երազանքներից մեկը այն է, որ մեր բակ, ասենք վերջինը 25 տարի անցներ, եթե այդ օր գա, որ ես մեր բակում փոքր դեր ունենամ, իմ երազանքին կհասնեմ։ Հասկացա։ Դե կարծում եմ կլսեմ իհարկե սխալ բաներ չեմ ասում։ Ես 1-2 լավ ընկերներ ունեմ պրոդյուսինգին անում, այսինքն կինոյում։ Ես կխոսեմ, համեպս կհիշեցնեմ, որ դու մեծ ոգևորությամբ կընդունես ոգի կան պարոն Միտոյանն ու Արշոյի հետ մոտ եմ։ Եվ Արշոն եւ Միտոյան Արմանը շատ լավ ընկերներ են։ Մի խոսքով պետք է նրանց ուղղակի հիշեցնել, որ Արեն։ Մի հատ դրվագ ունեմ, ասում են, երբ առաջի անգամ երբ ներս մտա շոու բիզնես, ասեմ, երբ նկարվում էր մեր բակը 25 տարի անց, ես այդ ընկերներիս հասկանում եմ, ընկերներիս կողմից, որ որտեղ է նկարվում, location-ը որտեղ է, այդ մի մոտենում եմ, մի կողմ կայնում եմ, նայում եմ, մինչև նոր Արշոն ասավ, տղա ջան, կուզես մեր հետ համագործակցես, ասամ այո, ասա ուրեմն մի արի խանգարում ես, ու դա լավ իմ առաջի համագործակցությունը Արշոյի հետ։ Հիշեցի մեր հայրենակից լոնդոնաբնակ Գեբ Օրքյանին, միգուցե գիտեք։ Այո։ Նա էլ բավականին մեծ հաջողությամբ է հանդես գալիս, համաշխարհային ճանաչում ունի։ Նաև բրիտանական տաղանդ այդ մրցույթում է մասնակցել։ Ինչ է կարծում, իսկ այդպես մրցույթին մասնակցելով կարելի է նաև ինչ-որ ընդարձակել ճանաչման շրջանակները։ Այսինքն Հայաստանից դուրս գալ եւ մասնակցել միջազգային շոուների։ Անգլերենին տիրապետում ես։ Անգլերենի տենց չէ։ Դա արդեն որտեղ անգլերեն իմանալը միջև հումոր անելը թեթև մի հատ ստորակետները որտեղ վերջակետ դա շատ կարևոր է։ Ես հիմնական պատճառներից մեկը որ ես բացառում եմ այլ երկրում, օրինակ Ամերիկա Միացյալ Նահանգներում, հա, բնակեցվելու
գաղափարը ապրելու։ Այն է, որ ես հավանաբար չեմ կարողանա այդպես էլ հասցնել հղկել իմ լեզվամտածողությունը այն աստիճան, որ կարողանամ հումոր հասկանամ, հումոր անել եւ բարդ տերմինաբանությամբ օրինակ հոդվածներ եւ նյութեր կարողանամ կարդալ, վերլուծել եւ նույնիսկ դրա մասին խոսել, այսինքն լեզվի իմանալ 5-6 հազար բառ, այդ շատ լավ ցուցանիշ է, որովհետեւ խանութում առևտուրանես, չգիտեմ, բանկի աշխատողներ, դա մի ուրիշ մակարդակ է եւ լրիվ ուրիշ մակարդակ է, որ դու լեզուն այնքան գիտես, որ այդ ներպերանքները լեզվամտածողության զգում ես հումորային այդ մի խոսքով այդ շատ այդ բանն էլ կա բացի խոսան այդ body language-ը, որ օրինակ եմ ասում Պարսկաստանում այս sense աչից ձախ գլուխ թափ տալը լրիվ օտարական է, այսինքն տանկել կապ ունի։ Տիրապետում են պարսկերենի, հայերեն, ինչ-որ չափով արաբերեն եւ անգլերեն։ Ես կուզենայի հաղորդման վերջում շնորհակալություն հայտնել, որ ժամանակ գտար, եկար մեզ մոտ։ Շատ շնորհակալ եմ։ Սովորաբար քո ապրելակերպի կամ մասնագիտության մարդիկ վաղ առավոտյան դժվարությամբ են արթնանում։ Լավ է, որ կարողացար գաս մեզ մոտ։ Հələ որ ուշացումով էլ եկամ կներեք, բայց դե մենք էլ շնորհակալություն հայտնենք։ Հետաքրքիր է այս ռադիո այցելությունը հետո ինչ որ մի դրվագ կծնվի ստենդափում։ կարծում եմ, հա։ Հիշատակի Արեն, մենք շնորհակալության կարգով ուզում ենք եւս մեկ անգամ հիշեցնել մեր ռադիոլսողներին, որ վաղը ներկայացում ունես Բոհեմ թատրոնում։ Բոհեմ չէ, Հին Անի Music Hall-ում։ Հին Անի Music Hall։ Այո։ Համարյա մնացել է շատ քիչ տոմս, շտապեք։ Ռեկլամեր կներեք։ Միսուտ էլ ես ասեմ։ Կոչվում stand-up show-ն, որը ներկայացնում է Արեն Սաֆարյանը, մեր հյուրն է։ Բայց այսօր այստեղ շատ անկեղծ էր։ Հա, դրա համար զրույցը այդպես գնաց, մենք զրույցը կառուցեցինք քո էներգետիկայից ելնելով։ Դու այդպես խոշոր տղամարդ ես նայել, այսպես ներխուժեցի ստուդիա եւ զրույցը անմիջապես ստացավ իր կառուցվածքային ընթացքը։ Էներգիային։ Շնորհակալություն շատ